Եվ այսօր միասին ուսումնասիրելու ենք Facebook-յան Ads Manager-ը, այսինքն գովազդային կաբինետը, ինչպես ճիշտ միացնել գովազդ, ինչպես իրականացնել կատարել ճիշտ թիրախավորում եւ process-ը անելու ենք միասին ստորից սկսած։ Հիմա եկեք անցնենք դասին։ Ուրեմն առաջին հերթին եկեք հասկանանք ինչպես կարելի է մտնել Ads Manager։ Արդեն մտնում ենք մեզ ծանոթ, շատ ծանոթ Meta Business Suite-ը, որը միասին սովորել ենք։ Ցավ կողմի մենյուում մենք ստեղ ունենք Ads Manager կոճակ։ Սեղմում ենք իր վրա եւ ընտրում ենք Campaigns կոճակը։ Մեր առաջ բացվելու է Ads Manager-ի պատուհանը։ Տեսեք, ստեղ URL-ը նույնպես փոխվեց։ Այստեղ մենք տեսնելու ենք այն գովազդները, այն արշավները, որոնք արդեն իրականացվել են։ Նորը սկսելու համար սեղմելու ենք create, այսինքն ստեղծել նոր արշավ, եւ այստեղ միանգամից Facebook-ը մեզ հարցնում է, թե ինչ նպատակ ունի մեր արշավը։ Ինչն իրենցից ներկայացնում ես 6 օբյեկտիվները կամ հայերեն ասած նպատակները։ Տեսեք, ուրեմն ցանկացած գործողություն առհասարակ, լինի մարքեթինգում, լինի մարքեթինգից դուրս, բնականաբար ունի ինչ-որ նպատակ։ Երբ որ խոսքը վերաբերում է մարքեթինգին, մենք արդեն սովորել ենք, որ պետք է ունենանք smart նպատակներ։ Առավել եւս, երբ որ խոսում ենք կոնկրետ գովազդի մասին, կոնկրետ գովազդը Facebook-ը պահանջում է, որ ունենա հստակ որոշված նպատակ։ Եկեք հիմա բոլորի վրա վերթով անցնենք։ Առաջինը մեզ մոտ awareness objective-ն է կամ awareness նպատակը։ Awareness նշանակում է իրազեկվածություն, որ դեպքերում է պետք ընտրել այս տարբերակը։ Ենթադրենք մենք ունենք brand, որը հիմնականում նոր բրենդերին դա պետք գալիս, եւ ենթադրենք այդ բրենդի մասին բավականաչափ մարդ չգիտի։ Այսինքն մենք ուզում ենք, որ մեր բրենդի մասին իմանա օրինակ X քանակի մարդ։ Ենթադրենք 100,000 հոգի ուզում ենք, որ մեր բրենդի անունը իմանա առնվազն։ Հիմա կարծում հուշակեք, որ եթե մեր գովազդը կամ մեր բրենդի անունը, մեր լոգոն ինչ-որ հրապարակվում է, ցանկացած post, մարդը տեսնի մեկ անգամ, մենք երաշխիք չունենք, որ ինքը հիշելու է մեր բրենդին։ Մենք երաշխիք չունենք, որ մեր անունը, մեր լոգոն, մեր բրենդի հետ ասոցացվող ցանկացած ինչ-որ գործոն իր մոտ տպավորվելու է։ Եվ հենց այս իրավիճակի համար էլ Facebook-ը մեզ տալիս է մի հատ շատ լավ հնարավորություն, ինչա դա յանից ներկայացնում, այս տեսակի օբյեկտիվը ընտրելուց Facebook-ը մեզ հարցնում է, թե քանի անգամ ես ուզում, որ միջինում մեկ օգտատերը քո գովազդը տեսնի։ Այսինքն մենք կարող ենք ընտրենք օրինակ 5, մենք կարող ենք նշենք 5 թիվը, եւ այդ նշանակում է, որ Facebook-ի ալգորիթմը անելու է առավելագույնը, որ մեր գովազդը տեսնող ցանկացած ոք, ցանկացած Facebook-յան օգտատեր 5 անգամ մեր գովազդը տեսնի։ Հիմա սրա պլյուսները եւ մինուսները, պլյուսներից բնականաբար առաջինը նա է, որ ինչքան շատ մարդը տեսնի մեր գովազդը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մեր բրենդը իր մոտ առնվազն ենթագիտակցորեն կտպավորվի եւ ինքը մեր բրենդի անունը կհիշի, բայց այստեղ չպետք է մոռանանք, որ շատ հաճախ մեր գովազդը կարող մարդկանց հոգնեցնի եւ ձանձրացնի։ Այդ պարագայում Facebook-ը օգտատերին հնարավորություն է տալիս գովազդը փակել։ Այսինքն, երբ որ իրանք hide են անում, փակում են, մեր բրենդի գովազդները իրենց մոտ չեն երևալու։ Իսկ սա մեզ պետք չի, սա մեր գովազդների եւ առհասարակ մեր ակաունտների վրա գովազդային թե բիզնես փեյջերի վրա ազդում է բացասական կերպով։ Հետևաբար, տեղից հետևություն կարող կանենք, որ մենք պետք է ընտրենք այնպիսի թիվ, այնպիսի միջին թիվ, որ եւ պլյուս լինի եւ մինուսը չլինի։ Այսինքն, եւ մարդը հիշի մեր բրենդին եւ մենք տպավորվենք իր մեջ, ու պլյուս պետք է այնպես անենք, որ մեր գովազդը մարդուն չհոգնեցնի։ 3-ից 5-ը իրականում օպտիմալ թիվը։ 5-ից ավելը արդեն մեծացնում է հավանականությունը, որ մարդը կհոգնի մեր գովազդից եւ հաստատ ինչ որ ժամանակ հետո, եթե գիտի այդ ֆունկցիայի մասին, հայտ կանի, եթե չգիտի էլ, դու տեսնում ես, որ անդադ արդեն իրեն ձանձրացրել ենք, արագ scroll անելու եւ նույնիսկ այդ պարագայում, երբ որ մենք տպավորվում ենք իր մոտ, մենք տպավորվելու ենք որպես այն ձանձրացնող բրենդը կամ այն հոգնեցնող բրենդը եւ դա նեգատիվ ասոցիացիա, ինչը մեզ ընդհանրապես պետք չի։ Սա awareness objective-ի մասով նորից եմ ասում, սա հիմնականում պետք է այն բրենդերին, ովքեր նոր են եւ ովքեր ուզում են իրենց բրենդի մասնի իրազեկվածությունը բարձրանալ։ Անցնենք առաջ, թրաֆիկը։ Թրաֆիկը ուրեմն իր մեջ ներառում է, այդտեղ տեսնում եք, link click-ներ, landing page view-եր, Instagram profile վիզիտներ, մեսիջներ եւ զանգեր։ Так, ուրեմն, առաջին հերթին եկեք միանգամից նշենք, որ թրաֆիկը լավագույնս աշխատում է, երբ որ մենք ունենք Facebook-ին կցված վեբսայթ։ Այսինքն, երբ որ մեր նպատակն է, որ
Facebook-ից օգտատերի հոսք, ինչ որ քանակի հոսք ուղարկենք դեպի մեր կայք։ Այստեղ եթե ուշադիր եղաք, այստեղ մենք ունենք նաև Instagram profile վիզիտներ, նամակագրության մեկնարկներ եւ զանգեր։ Այս երեքի համար պարտադիր չի, որ մենք ունենանք web կայք, բայց արդյոք ինքը լավ աշխատում թե չէ։ Հիմա որ մենք անցնենք engagement-ին, կտեսնենք, որ engagement-ի մեջ նույնպես կան նամակ սկսելու հնարավորություններ։ Այսինքն, ստացվում է, որ Facebook-ը մեզ տալիս է կրկնակի հնարավորություն։ Եթե մենք ուզում ենք, որ գովազդից ստանանք նամակներ, մենք կարող ենք ընտրենք կամ տրաֆիկի ոնց որ նամակները կամ engagement-ի, բայց ոնց պետք է առաջնորդվել։ Ուրեմն, այս օբյեկտիվները ընտրելիս, իսկ ցանկացած ընտրելիս, երբ որ մենք անում ենք թիրախավորում, որը շուտով հեսա իրար հետ կանենք, Facebook-ը մեր թիրախավորումից բացի ավելացնում է նաև իր թիրախավորումը։ Ինչա դա նշանակում։ Եթե մենք այստեղ ընտրենք տրաֆիկ եւ ընտրենք link click-եր, այսինքն ուզում ենք, որ մարդիկ սեղմեն մեր կոճակի վրա եւ անցնեն դեպի մեր վեբսայթ, ու ենթադրենք թիրախավորում ենք 18-ից 40 տարեկան տղամարդկանց, այդ չի նշանակում, որ մեր գովազդը տեսնելու են ու լոկացիոն ենթադրենք ընտրենք Երևանը, այդ չի նշանակում, որ մեր գովազդը տեսնելու են Երևանում ապրող բոլոր 18-ից 40 տարեկան տղամարդիկ։ Ոչ։ Այդ նշանակում է, որ Երևանում ապրող 18-ից 40 տարեկան տղամարդկանց մեջից Facebook-ը ընտրելու է այն մարդկանց, որոնք հակում ունեն link click անելու։ Այսինքն, վերջին ինչ որ ժամանակահատվածում, հիմնականում 30 օր այդ ժամանակահատվածը լինում Facebook-ի դեպքում, օրինակ ես 18-ից 40 տարեկան տղամարդ եմ, ապրում եմ Երևանում, եւ եթե ես վերջին 30 օրվա մեջ, դիցուկ 30 օրվա մեջ, ինչ որ գովազդի վրա կլիկ եմ արել, գնացել եմ իրենց վեբսայթ, ես ավտոմատ ընկնում եմ այս գովազդի թիրախավորման մեջ։ Այն մարդիկ, ովքեր այդ թիրախի մեջ մտնում են, այսինքն 18-ից 40 տարեկան տղամարդը ապրում է Երևանում, բայց ինքը այդպիսի սովորություն չունի Facebook-ում կլիկներ անելու եւ ինչ-որ վեբսայթ այցելելու, շատ քիչ է հավանականությունը, որ Facebook-ը մեր գովազդը իրեն ցույց կտա։ Այսինքն, սա իրականում մեզ համար շատ դրական ֆակտոր է, որովհետեւ այդ մեր ընտրած թիրախի մեջ կարող է ասենք լինի 30-40%-ը, որ իրոք կլիկ է անում, որ իրոք մեզ համար կարող է ինչ-որ արդյունք ապահովի, եւ Facebook-ը ֆիլտրում է հենց իրենց ցույց տալիս։ Այն 60-70%-ը, օքեյ, մեր թիրախային լսարանի մաս են կազմում, բայց իրենք, ասենք, երբեք կամ ունեք վերջին մի տարվա մեջ, ասենք թե 2-3 անգամ են կլիկ արել, դրաբար Facebook-ը մտածում է, որ այս մարդկանցից կոպիտ ասած մենք արդյունք չունենք, այսինքն իրենց անիմաստ ցույց չի տալիս։ Այս մասով, այսինքն, եթե մենք ընտրենք link click-եր, Facebook-ը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն կլիկ անելու լինքի վրա ու այցելեն ինչ-որ վեբկայք։ Landing page view-ն link click-ի շարունակությունն է։ Այսինքն, եթե դուք կլիկ եք անում ինչ-որ լինքի վրա եւ մինչեւ վեբսայթը փորձում է բացվել, այսինքն այդտեղ մոտ 2-3 վայրկյան ժամանակ է պետք մինչեւ վեբսայթը load լինի, այսինքն բացվի, այդ ընթացքում դուք չեք սպասում, այսինքն միանգամից հետ եք գնում, դա հաշվում է link click։ Բայց եթե դուք համբերատար սպասում եք այդ մի քանի վայրկյանը, վեբսայթը բացվում է, դուք մի քանի վայրկյան էլ ծախսում եք վեբկայքում, ինչ որ ուսումնասիրություն եք կատարում, դա արդեն հաշվում է landing page view։ Այսինքն link click-ի եւ landing page view-ի մեջ կա շատ մեծ տարբերություն։ Բնականաբար, եթե մեր ցանկալի գործողությունը պետք է իրականանա վեբկայքում, մեզ համար ավելի նախընտրելի է, որ մեր գովազդը օպտիմիզացվի landing page view-երի համար։ Այսինքն մեզ պետք չեն այնպիսի մարդիկ, որոնք ուղղակի կլիկ կանեն ու մինչև վեբսայթի բացվելը արագ դուրս կգան, որտեղ այդ մարդիկ մեզ համար արդյունք չեն ապահովում, իրանք նույնիսկ չեն համբերում, թե երբ է մեր կայքը բացվելու։ Բնականաբար պետք է կենտրոնանալ landing page view-երի վրա։ Ու այսպես շարունակ, ստեղ ունենք Instagram profile վիզիտներ, որ բնականաբար օգտագործում ենք ավելի շատ Instagram-ի դեպքում, ասենք ինչ որ ռիլի վրա կամ ինչ որ հրապարակման վրա, որ մարդիկ կլիկ անեն գովազդի վրա եւ մտնեն մեր Instagram-յան էջ, ունենք նաեւ նամակելու հնարավորություն եւ միանգամից մեր բիզնեսին զանգահարելու հնարավորություն։ Հաջորդը մեզ մոտ engagement-ն է։ Engagement-ի մեջ մտնում է նամակները, որոնց մասին արդեն խոսեցինք, video view-երը, post engagement-ը, conversion-ները եւ զանգերը։ Ուրեմն նամակների մասով արդեն նշեցինք, որ նամակների հնարավորություն կա եւ traffic-ում եւ engagement-ում։ Անձամբ ես միշտ օգտագործում եմ engagement-ը եւ նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ։ Բացատրում թե ինչու։ Traffic-ի ամբողջ իմաստը, traffic objective-ի ամբողջ իմաստը մեծամասամբ կայանում է նրանում, որ Facebook-ը ցույց է տալու այնպիսի մարդկանց, ովքեր զուտ, այսպես ասած, սիրում են կամ սովորություն ունեն ինչ որտեղ գնալու, այսինքն
կլիկ անեն եւ ինչ որտեղ հայտնվեն։ Իսկ engagement-ի դեպքում ինքը ցույց է տալու այն մարդկանց, կախված թե այս 5-ից որը կընտրենք, ինքը նաև մի հատ էլ եւս մեկ անգամ ֆիլտրելու եւ ցույց է տալու այն մարդկանց, ովքեր սիրում են ներգրավվել։ Այսինքն ներգրավելը կարող լինի սովորական post-ի հետ, այսինքն ինչ-որ լայքի տեսքով, կոմենտի տեսքով, ներգրավելը կարող լինի business page-ին նամակ գրելու տեսքով եւ նամակագրությունը շարունակելու, այսինքն այնպես չլինի, որ իրենք գրեն մի բան, ինչ-որ օրինակ բարև ձեզ, եւ մեր պատասխանից հետո անմիջապես սպորեն։ Մեզ այդպիսի մարդիկ բնականաբար պետք չէ։ Նույնը conversion-ների մասով, նույնը call-երի մասով։ Conversion-ները ստեղ վերաբերում է web կայքին, այսինքն եթե մենք ուզում ենք մեր կայքով ինչ որ բան վաճառել, ենթադրենք հագուստ ենք վաճառում, բնականաբար ստեղ չպետք է անցնենք engagement-ը, որովհետև այս տեսակի մարդիկ այն մարդիկ չեն, ովքեր սովորություն ունեն web կայքից կամ առհասարակ գնումներ կատարելու։ Այս տեսակ մարդիկ այն մարդիկ են, ովքեր սիրում են ներգրավվել։ Եվ այս պետք է օգտագործել առաջինը նամակների դեպքում, վիդեո վյուերի դեպքում, այսինքն երբ որ մենք ունենք ուղղակի այնպիսի գովաստ, այնպիսի վիդեո, որը ուզում ենք ունենա մեծ թվով դիտումներ եւ ամենակարևորը ներգրավող մարդիկ դրանք տեսնեն, այսինքն ավելի լավ է տեսնի մի փոքր ավելի քիչ քանակի մարդ, բայց ունենանք ավելի մեծ թվով engagement, նույնիսկ like, comment, share, save, տարածումներ եւ այլն, քան թե տեսնի, ասենք, կրկնակի ավելի շատ մարդ, բայց մենք ունենանք շատ քիչ անբնական թվով ներգրավվածություններ, որովհետև դա մարդկանց մոտ արդեն տենց վստահության մակարդակը բավականին իջեցնում է։ Նույն ձև խոսքը վերաբերում է նաև post engagement-ին, այսինքն կարող լինի ֆոտո եւ նույնը ֆոտոյի վրա մենք կարող ուզենանք ունենալ մեծ թվով ներգրավվածություն։ Էլի պետք է օգտագործել engagement-ը։ Conversion-ները արդեն ասացի, որ engagement-ի դեպքում խոր չի տրվում, խոսենք դա sales-ի ժամանակ, եւ calls-ը իրականում ինքը լավ տարբերակ է, calls, եթե դուք ունեք այնպիսի բիզնես կամ այնպիսի բիզնես հետ եք համագործակցում, որի դեպքում օպտիմալ է, շատ ցանկալի է, որ միանգամից զանգահարեն մեզ, այսինքն համակարգության կարիք չկա, մենք ավելի շատ նախընտրում ենք զանգերով հաճախորդների հետ կապ հաստատելը, ապա traffic-ն ու engagement-ը ամենալավ տարբերակն են։ Այստեղ երկուսի մեջ տենց շատ մեծ տարբերություն չկա, երկուսն էլ կարող եք փորձել, տեսնենք ձեր բիզնեսի դեպքում որն է ավելի լավ աշխատում եւ արդեն շարունակեք այդ օբյեկտիվով։ Հաջորդը մեզ մոտ leads-ն է։ Ուրեմն, նախ ինչ է նշանակում lead։ Lead-ը դա պոտենցիալ հաճախորդն է։ Այս տեսակի օբյեկտիվը հիմնականում օգտագործվում է B2B սեգմենտում եւ հիմնականում օգտագործվում է երկրորդ տարբերակը այն պրոյեկտների, այն բիզնեսների կամ այն բրենդների դեպքում, որոնք վաճառում են, այսպես ասած, թանկ product կամ ծառայություն։ Ինչի համար է սա արվում։ Եթե տեսնեք, ստեղ առաջին կետում նշված է instant forms, այսինքն ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երբ որ մարդը տեսնի մեր leads objective-ով գովազդը եւ սեղմի համապատասխան կոճակի վրա, իր առաջ բացվել է մի հատ փոքր պատուհան, մի հատ փոքրիկ պատուհան, որտեղ իրենից խնդրելու են գրել ինչ որ մինիմալ տվյալներ, ենթադրենք անուն, ազգանուն եւ հեռախոսահամար։ Եվ սրա նպատակը նա է, որ այս տվյալները մենք հավաքենք, մեր վաճառքի մասնագետները կամ մենք ինքներս նայած թե ոնց է մեզ մոտ operation-ը իրականում, զանգահարենք եւ product-ի կամ ծառայության մասին ամբողջ ինֆորմացիան, ամբողջ մանրամասները ներկայացնենք զանգով։ Այսինքն leads objective-ի ամբողջ իմաստը այն է, որ մենք հավաքում ենք տվյալներ մեր պոտենցիալ հաճախորդների մասին, որպեսզի հետո իրենց կարողանանք վաճառել մեր product-ը։ Երկրորդը այստեղ Messenger, Instagram եւ WhatsApp-ը նշված, այսինքն այն փոքրիկ պատուհանի փոխարեն այդ process-ը իրականանում է Messenger-ում, Instagram-ում կամ WhatsApp։ Մարդը երբ որ կլիկ անի մեր նշած կոճակի վրա, իր առաջ օրինակ բացվել է Messenger-ը եւ իրեն հարցնելու են Messenger-ով ավտոմատ նամակ է գնալու, խնդրում ենք նշել ձեր անուն, ազգանունը, ինքը նշելու է ու ավտոմատ նույն վայրկյանին գնալու է նաեւ այս process-ը ամբողջությամբ ավտոմատացված է։ Նույն վայրկյանին գնալու է նաև խնդրում ենք նշել նաև հեռախոսահամարը, ինքը այդ էլ է նշում ու գնում է պատասխանը։ Շնորհակալ ենք ձեզ մեզ դիմելու համար, մեր մասնագետը շատ շուտով կապ կհաստատեն ձեզ հետ ձեր նշած հեռախոսահամարը։ Ու արդեն աշխատում է մեր վաճառքի թիմը, զանգահարում են product-ը կամ ծառայությունը ներկայացնում։ Conversion-ների մասով էլի կարող ենք ունենանք վեբսայթ, ենթադրենք մենք ունենք կայք, որը մարքեթինգային գործակալության կայք է։ Այսինքն այդ կայքը, այդ company-ն, այդ ընկերությունը առաջարկում է մարքեթինգային ծառայություններ։ Քանի որ մարքեթինգային ծառայությունները այնպես չի, որ շատ էժան product-ներ են, այսինքն դու կարող ես միանգամյա գնումով այդ իրականացնել, հա, միանգամյա process չի ինքը, այստեղ պետք է խորհրդատվություն, պետք է հանդիպումներ եւ այլն, ու ինքը բավականին երկար process է։
Մենք կարող է ուզենանք օրինակ անցկացնել մի հատ leads objective-ով campaign, մարդկանց ուղարկենք մեր website, համապատասխան edge, համապատասխան landing page։ Այնտեղ մի հատ սիրուն web page սարքենք, որտեղ կխոսվի մեր արդյունքների մասին, մեր թիմի մասին, ով ենք մենք, ինչ կարող ենք անել ձեր բիզնեսի համար, ում հետ ենք համագործակցում եւ այլն, այսինքն այս ամեն ինչը բնականաբար վստահության մակարդակը բարձրացնելու համար է։ Ու վերջում արդեն նշվի, որ եթե ձեզ էլ է հետաքրքիր կամ եթե դուք էլ եք բիզնեսի սեփականատեր կամ տնօրեն կամ մարքեթինգի տնօրեն, էական չի, կախված թե ով է մեր գրախային լսարանը, ապա խնդրում ենք նշել ընդհանրապես ձեր անուն, ազգանուն եւ հեռախոսահամարը այս ներքևի ֆորմայի մեջ եւ մենք կապ կհաստատենք դες հետ մնացած մանրամասները քննարկելու համար։ Էլի սա lead ֆորմա է, այսինքն տարբերություն չկա, մենք մեր ֆորման դնում ենք առանձին page-ում, դնում ենք messenger-ում, թե դնում ենք մեր կայքում, ինքը ունի մի հատ նպատակ պոտենցիալ հաճախորդների տվյալները հավաքագրել հետագայում իրենց վաճառք իրականացնելու նպատակով։ Եվ calls-ը էլի այստեղ կարող ենք ընտրել զանգի տարբերակը, բայց ես անձամբ միշտ օգտագործել եմ traffic-ի եւ engagement-ը ամեն դեպքում դոգմա չի, կարող եք դուք էլ փորձել տեսնել ձեր բիզնեսի համար, որ նա ավելի լավ աշխատի։ Հաջորդը app promotion-ները։ Այս վերաբերվելու է այն իրավիճակներին, երբ որ դուք ունեք ինչ-որ mobile, այսինքն հեռախոսի համար նախատեսված ծրագիր, application, եւ պարզապես ցանկանում եք promote անել, այսինքն առաջ խաղացնել, որպեսզի ձեր app-ը շատ download անի։ Ինքը միայն այդ պարագայումից էս պետք գալու, այսինքն մարդը կլիկ անելու, անմիջապես հայտնվելու է App Store-ում կամ Play Market-ում, այդ տվյալ application-ի edge-ում, կարդալու է իր review-ները, իր մասին նկարներն է տեսնելու, ինֆորմացիան է կարդալու եւ արդեն որոշի ցանկանում է ներբեռնել այդ ծրագիրը թե ոչ։ Եվ վերջին օբյեկտիվը մեզ մոտ դա sales-ն է, դա վաճառքներն են։ Ուրեմն, որ դեպքում է պետք օգտագործել sales objective-ը։ Ամենաառաջին տարբերակը եւ ամենատարածված տարբերակը, հատկապես արտասահմանյան շուկայում, դա վեբկայքով ուղիղ վաճառք իրականացնելն է։ Մենք ունենք сайт օրինակ, որտեղ վաճառում ենք հագուստ, վաճառում ենք ինչ-որ փոքր չափսերի եւ փոքր ցածր արժեքների կահույք ենթադրենք, այսինքն այնպիսի պրոդուկտներ են, որոնք մարդը կարող է իրեն թույլ տալ միանգամից գնում կատարել, իրեն խորհրդատվության կարիք չկա, հա, այդ ամեն ինչ, այդ բոլոր երկրապրոցեսների կարիք չկա, ինքը միանգամից հավանելու դեպքում կգնի։ Առաջինը դա վեբսայթի դեպքն է։ Սա conversion-ին է վերաբերում, այսինքն մետա-պիքսելի մասին արդեն խոսել ենք, երբ որ մենք ունենք կայք, կայքը գցում ենք Facebook-ին, պիքսելը ավելացնում ենք մեր կայքում, այդ կոդի կտորը, հա, ավելացնում ենք մեր սայթում եւ մարդկանց ուղարկում ենք ուղիղ դեպի մեր կայք, որպեսզի իրենք այնտեղ կլինեն իրականացնեն։ Catalog sales-ը։ Ուրեմն սա վերաբերում է Facebook-ի ներսով, այսինքն Facebook-ի ներսում կլինեն իրականացնելու։ Երբ որ մենք ունենք կայք, որը զբաղվում է վաճառքով, այսինքն դա կոչվում է e-commerce website, եւ այդ կայքը մենք կցում ենք մեր Facebook business մենեջերին կամ business portfolio-ին, ավելացնում ենք արդեն նաև pixel-ը, Facebook-ը հնարավորություն է մեզ տալիս պրոդուկտները ավելացնել ավտոմատ կերպով իդեպ մեր business page-ում։ Այսինքն, երբ որ մարդը սովորական օգտատեր մտնի մեր business page, այնտեղ լինելու է առանձին shop կամ կատալոգ բաժին, որտեղ ինքը ծանոթանալու է մեր պրոդուկտներին։ Այս բaragայում ստացվում է, որ ինքը կայք այցելելու կարիք չունի ու կարողանալու է հենց այդպես, հենց այդտեղ Facebook-յան բիզնես page-ում իրականացնել գնումներ։ Իրականում անձամբ իմ կարծիքով եւ իմ փորձի վրա հիմնվելով մարդկանց թե բիզնեսին ավելի հարմար է վաճառքը իրականացնել վեբսայթում, որովհետեւ վեբսայթում մենք կարող ենք շատ ավելի շատ ինֆորմացիա տանք մեր պրոդուկտների մասին, նրանք շատ ավելի པարզ դարձնենք գնման process-ը, payment-ի եւ check-out-ի հատվածները, քան Facebook-ում, եւ ես անձամբ միշտ նախընտրել եմ օգտագործել conversion օպտիմիզացիան եւ մարդկանց ուղարկել դեպի վեբսայթ։ Այստեղ կա նաև Messenger, Instagram, WhatsApp, որպեսզի այդ պլատֆորմների վրա գնումը վաճառքի իրականանա եւ ելի ունենք այդտեղ զանգի հնարավորություն։ Մեկ եք ընտրենք օրինակի համար engagement objective-ը եւ շարունակենք։ Երկրորդ этаպում Facebook-ը մեզ բացելու է այսպեսի մի հատ պատուհան, որտեղ ունենք երկու հատ տարբերակ։ Ուրեմն առաջին այս RIA իր կողմից խորհուրդ տրվող տարբերակը այսպեսի մի հատ ոնց որ իրավիճակ է ստեղծում ես համար մեր գովազդի մեծ մասը կառավարելու է Facebook-ի արհեստական բանականությունը, այսինքն Facebook-ի ալգորիթմը։ Ես միշտ ընտրում եմ երկրորդ տարբերակը։
Երկրորդ տարբերակը նշված է, որ ամեն ինչ մենք անելու ենք ձեռքով, այսինքն full process-ը մենք ենք իրականացնելու, տեւաբար պատասխանատվությունը մենք ենք կրում, այսպես ասած, եւ փորձը ցույց է տալիս, որ մեր կողմից կազմված առասարակ մասնագետների կողմից կազմված եւ մոնիթորինգ արվող գովազդային արշավները աշխատում են շատ ավելի լավ, քան Facebook-ի ալգորիթմի կողմից կառավարվում։ Եթե մենք ընտրենք այս տարբերակը, հիմա որ անցնենք առաջ, լիքը ֆունկցիաներ, լիքը դաշտեր, Facebook-ը մեզ ցույց չի տալու, այսինքն ինքը դա արդեն ցույց չի տալիս այն նպատակով, որովհետև մենք այդտեղ փոխելու բան չունենք, դա ամբողջությամբ կառավարելու է իր արհեստական բանականությունը։ Բայց քանի որ այդ դաշտերի մեծ մասը շատ կարևոր են եւ ես օրինակ ինչպես շատ այլ սպեշալիստներ, շատ այլ մասնագետներ ցանկանում եմ ինքս կառավարել process-ը, ինքս սկզբից մինչև վերջ իրականացնել process-ը եւ պատասխանատվությունը վերցնել իմ վրա, այսպես ասած, ես ընտրում եմ երկրորդ տարբերակ։ Հիմա արդեն մեր առաջ բացվելու է այս երեք, այսպես ասած, երեք հարկանի հարթակը։ Ուրեմն, եկեք սկսենք այս ամենաառաջինից։ Տեսնում ենք, ստեղ ունենք 3 level, 3 մակարդակ։ Առաջին նշված է campaign, հետո ad set, հետո ad։ Ուրեմն, այս գովազդը, երբ որ մենք սկսենք, ավարտենք, սեղմենք publish ամենավերջում, այսինքն գովազդը արդեն պատրաստ լինի կիրառվելուն, դա իրականում ավելի շատ ոչ թե կոչվում է գովազդ, այլ կոչվում է արշավ, կոչվում է campaign։ Առաջին level-ը մեզ մոտ, որը այստեղ հիմա կապույտով է նշված, campaign level է կոչվում։ Այսինքն, ստեղ մեզանից Facebook-ը հարցնում է հիմնական տվյալները։ Այսինքն, այն basic ինֆորմացիան է, որը վերաբերում է մեր գովազդային արշավին։ Հիմա եկեք այստեղ հերթով անցնենք դրացնենք, որ հետո արդեն անցնենք դեպի երկրորդ եւ երրորդ level-ներին։ Առաջինը մեզ մոտ անունն է։ Անունի մասով ինչ խորհուրդ կտամ, որպեսզի ձեր աշխատանքը ավելի կազմակերպված, կանոնակարգված լինի եւ շփոթության մեջ հետո չընկնեք, նման բանի կարիք չլինի։ Ենթադրենք վաճառում եք սև վերարկու, ենթադրենք հագուստի խանութ ունեք եւ սև վերարկուի համար գովազդային արշավ եք իրականացնում եւ այս արշավը սկսում ենք ենթադրենք թե դեկտեմբերի 1-ին։ Այստեղ եկեք գրենք ուղղակի սև վերարկու ու ասենք 01 12։ Ինչի համար եմ սա անում։ Երբ որ դուք արդեն ինչ որ ժամանակ, ասենք մի քանի ամիս կամ մի քանի տարի զբաղվեք Ads Manager-ով, այսինքն ձեր գովազդների մեծամասնությունը իրականացնեք Facebook-յան Ads Manager-ով, ձեր առաջ այս նախորդ edge-ում լիքը campaign-ներ են լինել։ Եվ շատ հնարավոր է, որ դուք օրինակ ինչ որ օր որոշեք, որ նախորդ ամսվա report պետք է կազմեք, հաշվետվություն պետք է կազմեք եւ պետք է արագ հասկանաք, թե որ արշավը ինչ product-ը գովազդել կամ ինչ առաջարկ է արել, հա, ու ասեն շարունակ։ Երբ որ դուք ունեք այսպես սիրուն եւ բարձ գրված product-ի անուն, նաեւ ամսաթիվ կամ այլ եթե կան կարևոր տվյալներ, ասենք այստեղ կարա լինի օրինակ 30% զեղչ, հա, ենթադրենք այս product-ի վրա այս արշավի ժամանակ, որը ենթադրենք աշխատել է 7 օր, եղել է 30% զեղչ։ Այս անունը տեսնելով դուք միանգամից հասկանալու եք, թե ինչ արշավ է, այսինքն ինչ product է գովազդվել, երբ է մեկնարկել արշավը եւ ինչ առաջարկ է եղել։ Եթե իհարկե եղել է, կարող է չի եղել ձեր։ Եվ հենց այս պատճառով էլ այսպես գրելը անձամբ ինձ համար իմ աշխատանքը դարձնում է բավականին կանոնակարգված եւ հեշտ։ Մի խոսքով, սա մեր անունի հատվածը։ Հաջորդը մեզ մոտ special ad կատեգորիաներն են, որ գովազդներին եւ որ կամպանիաներին է սա վերաբերում։ Երբ որ դուք ունեք կամ վարում եք business edge, որի գործունեությունը հետևյալ ոլորտներում է, առաջինը քաղաքականություն, երկրորդը ինչ որ social, այսինքն սոցիալական գործունեություն է ծավալում այդ կազմակերպությունը, հետո եթե աշխատանքի հայտարարություններ է, հիմնական այս երեք տեսակն է, այս երեք նիշանները, այս երեք ոլորտները Facebook-ը համարում է special ad, այսինքն հատուկ ինչ որ գովազդային կարգավիճակ է իրենց տալիս։ Եվ եթե օրից մի օր դուք ունենաք կարիք այդպիսի արշավ իրականացնելու, դուք անպայման պետք է այստեղ նշեք ձեր նախընտրելի տարբերակ, այսինքն ինչի համար է այս արշավը իրականացվում։ Ենթադրենք, ասենք աշխատանքի հայտարարություն օրինակ, սեղմում ենք այս բջիջկան եւ այս կերպ մենք Facebook-ին տեղյակ ենք պահում, որ այս գովազդը աշխատանքի հայտարարություն է, այսինքն մենք ուզում ենք մարտնությունել աշխատանքի։ Ինչ կլինի, եթե սա չնշենք։ Եթե մենք ստեղ դատարկ թողնենք եւ ամեն դեպքում գովազդենք աշխատանքի հայտարարություն, Facebook-ը 99%-ով շատ արագ
տեսնելու է, հասկանալու է, մտածելու է, որ մենք իրեն խաբել ենք, փորձել ենք շրջանցել իր կանոնները եւ բնականաբար պատժվել ենք։ Իսկ պատժվելը կարող լինի տարբեր կերպ, կարող է մեր account-ը բլոկվի, օրինակ շատ վատ իրավիճակ ստեղծվի, կարող մեզ ընդհանրապես զգուշացում կա, բայց ամեն դեպքում ցանկացած տեսակի պատժից խուսափելու համար պարտադիր պետք է նշել մեր կատեգորիան։ Հաջորդը campaign details, արդեն հասել ենք արշավի տվյալներին։ Առաջինը buying type-ն է, այսինքն ինչ տեսակով ենք մենք ուզում իրականացնել մեր արշավը։ Այստեղ ուրեմն երևի թե աշխարհում Facebook-ում գովազդ միացնող մարդկանց 1998-ը, եթե ոչ հենց 1000-ը, ընտրում է աուկցիոնի տարբերակ, այսինքն աջորդի տարբերակը։ Ինչ է այնից ներկայացնում աջորդը, ուրեմն Facebook-յան գովազդը աշխատում է հետևյալ կերպ։ Ենթադրենք մենք վաճառում ենք այդ նույն սև վերարկուն, ինչ որ X թիրախային լսարանի, հա, հիմա հաջորդ этаպում արդեն թիրախավորենք։ Ու ենթադրենք մենք ունենք մրցակից, որը էլի վաճառում է սև վերարկու մոտավորապես նույն լսարանի, կամ ասենք նույնը չեն, բայց հատվում են լսարանը, այսինքն կան մարդիկ, կան օգտատերեր, որ իրանք գտնվում են համ մեր լսարանում, համ մեր մրցակցի լսարանում։ Ոնց է այս բaragայում Facebook-ը որոշում ում գովազդը ցույց տա տվյալ օգտատերին։ Ինքը, երբ որ տեսնում է ազատ տեղ կա, այսինքն կա X մարդ, որը դեռ այս երկու մրցակիցներից, այս երկու բրենդերից ոչ մեկի գովազդը չի տեսել, համեմատում է մեր առաջարկները։ Այսինքն մենք ինչ առաջարկ ենք արել Facebook-ին, ինչքան գումար ենք տալիս, հա, ինչքան գումար մենք կարանք տանք մեկ օգտատիրոջը ցույց տալու համար կամ այդ օգտատիրոջից նամակ ստանալու համար։ Եվ աշխատում է նույն ձև, ոնց սովորական աջորդ է։ Ում առաջարկը ավելի լավ եղավ, նրա գովազդներ Facebook-ը ցույց է տալու։ Այս մասով։ Հաջորդը մեր մոտ օբյեկտիվն է, որը մենք արդեն նշել ենք ամենասկզբի этаպում, իհարկե այստեղ հնարավորություն տալիս է փոխել, բայց հիմնականում եթե ընտրում ենք առաջին этаպում, էլ փոխելու կարիք չլինում։ Campaign spending limit։ Այս կարծում եմ երբևիցե պետք չի գա, բայց ամեն դեպքում սրա մասին էլ խոսենք։ Եթե մենք ունենք տակ լիմիտ եւ չգիտեմ ինչի, չգիտեմ ինչ պատճառների վրա հիմնվելով մենք վստահ չենք, որ Facebook-ը մեր նշած գումարից ավել չի ծախսելու, բայց մենք ստեղ ընդհանրապես նշում ենք մեր լիմիտը։ Ենթադրենք 7 օրա գովազդը ռան լինելու, այդպես ենք որոշել, 7 օրվա համար մեր բյուջեն $100 է եւ հենց այդպես Facebook-ին տալիս ենք, բայց ամեն դեպքում կարող ենք մետր ստեղ ավելացնենք 100, որ Facebook-ը իմանա $100-ից ավել հանկարծ չծախսի։ Սա այս մասով ամեն դեպքում իմացեք հնարավոր օրից մի օր պետք է։ Հետո ամենակարևոր գործոններից մեկը բյուջետավորում։ Ուրեմն ստեղ ունենք մի հատ դաշտ, որը գրված է Advantage Campaign Budget։ Այս բանը սահմանջատված է։ Եկեք միացնենք ու ուսումնասիրենք։ Ուրեմն բյուջետավորման մասով Facebook-ը մեզ տալիս է երկու տարբերակ։ Առաջինը campaign budgeting-ն է, այսինքն սա արդեն սովորեցինք, որ այս առաջին level-ը կոչվում է campaign level։ Advantage campaign budget-ը նշանակում է, որ մենք մեր բյուջետավորումը իրականացնում ենք առաջին level-ում, campaign level-ում։ Եվ ունենք երկրորդ ad set level-ում budgeting, որ նշանակում է, որ ամեն ad set ունի իր առանձին budget-ը։ Հիմա, որ տարբերակն է պետք ընտրել։ Ուրեմն, սա կախված է full ձեր campaign structure-ից, այսինքն ինչ կառուցվածք ունի ձեր արշավը։ Եթե դուք ունենալու եք մի հատ ad set, այսինքն ստեղ երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը չեն ավելանալու, ապա մեծ հաշվով տարբերություն չկա։ Դուք ընտրեք campaign budget-ը, թե ad budget-ը։ Ինչի, որովհետև պարզ է, չէ, օրինաչափորեն, որ այս ենթադրենք $20-ը, որ այս $20-ը ծախսվելու է այս ad set-ի եւ կոնկրետ այս ad-ի վրա, որովհետև չկա երկրորդ ad set եւ չկա երկրորդ ad, այսինքն ամբողջ գումարը գնալու է այս գովազդի վրա եւ այս թիրախային լսարանի վրա։ Եթե մենք ունենանք, ենթադրենք, եկեք փորձենք արագ մի հատ երկրորդ այդ set-ը ավելացնել։ Այ հիմա չթողեց, շատ լավ, հեսա երկրորդ этаպը, որը մենք փորձենք։ Եթե մենք ունենանք այստեղ երկրորդ այդ set-ը, երկրորդ, երրորդ, չորրորդ էական չի, մեկից ավել կարևոր է թե լինի, այդ բaragայում արդեն մենք պետք է հասկանանք, թե որ այդ set-ի վրա ինչքան գումար ենք ուզում ծախսել։ Ենթադրենք ունենք առաջին եւ երկրորդ այդ set-ներ, առաջինի վրա որոշել ենք, որ պետք է ծախսենք $10 օրական, երկրորդի վրա $5։ Այդ բaragայում սա ստեղից անջատում ենք եւ այստեղ առաջինի դեպքում ընտրելու ենք $10, երկրորդի դեպքում ընտրելու ենք $5։ Եվս մեկ օրինակ, ենթադրենք մենք ունենք երկու հատ ad set, էլի
Բայց չենք կողմնորոշում, որի վրա ինչքան ծախսենք։ Այսինքն մենք չգիտենք այդ երկուսից որը ավելի լավ կաշխատի։ Ինչ ենք անում այդ պարագայում։ Այդ պարագայում ես անձամբ անում եմ այսպես։ Budgeting-ը դնում եմ campaign level-ում եւ երկուսի մեջ գումարը բաժանում եմ։ Օրինակ, $20 ընդհանուր campaign-ի համար ես ունեմ երկու հատ asset։ Հիմա դու կարող ես մտածել, որ Facebook-ը երկուսի վրա ծախսելու հավասարաչափ 10-10 դոլարն է։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Սկզբի մի քանի հազար impression-ը Facebook-ը ծախսել է մոտավորապես նույն գումարը։ Եվ դա անում է մի հատ բարձ պատճառով, որպեսզի ինքը հասկանա, թե երկուսից որն է լավ աշխատում։ Երբ որ ինքը այդ մի քանի դոլարը ծախսելուց հետո հասկացա, որ առաջինը ավելի լավ է աշխատում, ավելի լավ արդյունքներ է մեզ ապահովում, քան երկրորդը, ինքը բյուջեի մեծ մասը բնականաբար տրամադրելու է առաջինին։ Եվ դա մեզ համար իհարկե օգուտ է։ Երկրորդը ստանալու է ավելի քիչ բյուջե։ Բայց որպեսզի մենք լինենք ավելի ապահով, որպեսզի մենք ինքներս կարողանանք վերլուծել իրավիճակը, ինքներս որոշել, որ այդ սեթին պետք է ավելի շատ գումար տվեն ավելի քիչ, մենք ունենք մի հատ հրաշք գործիքի հնարավորություն, որի մասին խոսանք արդեն set level-ը։ Հիմա միայն հիշեք, որ ունենք campaign budgeting եւ ունենք set budgeting։ Եվ օրինակները արդեն նշեցինք, թե որ պարագային որն է ցանկալի օգտագործել։ Ստեղ ունենք նաև budgeting-ի մեջ եւս երկու տարբերակ daily եւ lifetime։ Ինչ է նշանակում։ Daily նշանակում է, որ մենք նշում ենք, թե մի օրվա կտրվածքով մենք ինչքան գումար ենք ցանկանում ծախսել։ Դա նշված է $20։ Lifetime-ը նշանակում է, որ մենք նշում ենք կոնկրետ օր, թե երբ է գովազդը անջատվելու, ենթադրենք դեկտեմբերի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 7։ Այսինքն մենք Facebook-ին ասում ենք 7 օր իմ գովազդը աշխատացրու, 7 օրվա համար ես քեզ տալիս եմ, ասենք թե $150։ Որը խորտ կտամ ընդունել։ Միանշանակ միշտ փորձեք ընտրել daily budget-ը։ Ինչու՞։ Երբ որ մենք ընտրում ենք lifetime budget-ը ու իրեն տալիս ենք օրինակ $500, օքեյ։ Facebook-ը եւ իր ալգորիթմը արհեստական բանականությունը մտածում են հետեւյալ կերպ։ Անկախ նրանից ես այս բիզնեսի համար լավ արդյունք գեներացնեմ, թե չէ, միևնույնն է այս campaign-ը 7 օրից անջատելու եմ։ Տեվաբար ես, այսպես ասած, չեմ ջանում, առավելագույնը չեմ ներդնում, որ ես գեներացնեմ լավ արդյունք։ Եվ lifetime budget-ի դեպքում մեծամասնություն կազմող դեպքեր մենք ունենում ենք միջին կամ միջինից ավելի ցածր արդյունք։ Եվ սրան հակառակ, եթե մենք դնում ենք daily budget, այսինքն մենք Facebook-ին չենք ասում, թե մենք երբ ենք պատրաստում անջատել մեր գովազդը, ու իրեն տալիս ենք ենթադրենք օրական $50, Facebook-ը մտածում է, որ եթե ամեն օր իր արդյունքները բարելավի, այսինքն ամեն օր մենք ավելի շատ եւ ավելի լավ, ավելի որակով արդյունք ստանանք, մենք մեր գովազդը ոչ միայն չենք անջատի, այլև այս $50 կարող է սարքին $75։ Որովհետև եթե ինքը մեզ համար լավ արդյունքներ է գեներացնում, եթե մենք այս $50 դիմաց ստանում ենք, ասենք $300 շահույթ, բնականաբար մենք կուզենանք այդ գովազդը անընդհատ լինի եւ ինչի՞ չէ բյուջեն շատ է։ Դրա համար միշտ ես օգտագործում եմ daily budget-ի տարբերակը։ Հետո ունենք campaign bid strategy, այսինքն ինչ ռազմավարությամբ մենք մեր առաջարկը անում Facebook-ին, որ ասում է աջուրդ, հիմա հասել ենք այդտեղ։ Ուրեմն այստեղ ունենք 3 տարբերակ. highest volume, CPR goal եւ մյուս տարբերակը bid cap-ն է։ Հերթով անցնենք։ Highest volume։ Սա երևի թե օգտագործելու եք 10-ից 7, 8, 9, նույնիսկ հնարավոր է 10 դեպքերում։ Այս bid strategy-ն, այս ռազմավարությունը իրենց ենթադրում է հետևյալը։ Մենք իրան ոչ մի թիվ չենք տալիս աջուրդի վերաբերյալ, մենք իրան ասում ենք, մենք այս գումար ենք տալիս, փորձի այս գումարի դիմաց մեզ համար ապահովել առավելագույն արդյունք։ Եվ փորձը ցույց է տալիս ոչ միայն իմ, այլև գրեթե բոլոր բիզնեսների, բոլոր մասնագետների, որ highest volume-ը մեծամասնություն կազմող դեպքերում ապահովում է ամենաբարձր արդյունքները։ Ամեն դեպքում մենք ունենք երկրորդ տարբերակ CPR goal։ Այս ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք Facebook-ին ասում ենք, օքեյ, ես քեզ տալիս եմ օրական $20 եւ իմ օբյեկտիվն է նամակ ստանալը, խնդրում եմ այնպես արա, որ ես մի նամակի համար չվճարեմ 50 ցենտից ավել, այսինքն $0.5-ից ավել։ Հիմա ո՞նց է սա աշխատելու։ Երբ որ Facebook-ը տեսնի շուկայում ազատ տեղ, այսինքն այն որ խոսում ենք, այնպիսի օգտատեր գտնի, որը դեռ չի տեսել մեր գովազդը, ինքը մեծ անալիզ է անելու։ Արդյոք ես կարամ $0.50-ով այնպես անեմ, որ այս մարդը
այս այլին նամակ գրի։ Այսինքն արդյոք չկան ավելի բարձր առաջարկ անող մրցակիցներ։ Եթե չեղան ավելի բարձր առաջարկ ունեցող մրցակիցներ, ինքը մեր գովազդը ցույց է տալու եւ 0.5 կամ ավելի ցածր դոլարի դիմաց մենք ստանալու ենք նամակ։ Եթե հակառակը, եթե տեսա, որ ավելի բարձր առաջարկ կանող մրցակիցներ կան, մեր գովազդը ուղղակի ցույց չի տալու։ Եվ եթե մեր գովազդը ցույց չտա, մենք գումար չենք ծախսում։ Այսինքն, այս cost per result goal strategy դեպքում, այս ռազմավարության դեպքում, մենք նամակի համար կամ վճարելու ենք 0.5 դոլար, կամ եթե արդյունք չեղավ, ընդհանրապես Facebook-ին չենք վճարելու։ Այսինքն, սա ունի եւ առավելություն, եւ թերություն։ Առավելությունը այն է, որ եթե մենք ունենք հստակ սահմանված բյուջե, ու որոշել ենք, որ մեր CPR-ը, այսինքն մեկ արդյունքի գինը պետք է լինի X թիվ, մենք կարողանում ենք դա պահել։ Նա մենք գիտենք, որ եթե 10 հատ նամակ ենք ստանալու, ուրեմն հաստատ 5 դոլար ենք ծախսելու։ Դրանից ավել հաստատ չի լինելու։ Բայց սրա մինուսը այն է, որ մենք երբեք չգիտենք, թե մեր մրցակիցները ինչքան առաջարկ են անում, ինչ միդեն առաջարկում։ Եվ մենք կարող ենք սահմանենք 0.50 դոլար մեր CPR-ը, բայց մեր մրցակիցները առաջարկեն, ասենք 0.75, 1 դոլար, 2 դոլար, հա, մեզնից բարձր առաջարկներ, եւ այս պարագայում մենք արդյունք չենք ստանալու։ Հենց այս պատճառով է, որ CPR goal ռազմավարությունը ընտրելու դեպքում դուք կարող եք մի շաբաթ այս գովազդը միացրած պահել եւ դուք ստանաք 0 դոլար 0 նամակ արդյունք ներողություն եւ ծախսեք դրա դիմաց 0 դոլար։ Այսինքն օքեյ, դու գումար չեք ծախսում, բայց արդյունք չեք ստանում։ Տեւաբար ինքը շատ սպეციფიկ ստրատեգիա է եւ պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ որ դուք գիտեք համ ձեր CPR-ը, ձեր բիզնեսի, այսինքն սրա համար ինչ որ ժամանակ բնականաբար պետք է, որպեսզի բիզնեսը համ դուք հասկանաք, համ Facebook-ը հասկանա եւ պլյուս այն դեպքում, երբ որ դուք գիտեք արդեն ձեր շուկան, ձեր մրցակիցներին գիտեք, ամեն մեկի բիդերը գիտեք եւ այլն։ Դա էլ մեր CPR goal-ը եւ երրորդ տարբերակը, այստեղ մենք ունենք bid cap։ Ուրեմն, bid cap-ի տեսակով շատ նման է CPR goal-ին, ընդհանրապես կա մի տարբերություն։ Եթե CPR goal-ի դեպքում Facebook-ը մեզ հստակ երաշխավորում է, որ օրինակ 0.5 դոլար են դրել, ինքը երաշխավորում է կամ մենք ստանանք նամակ կամ արդյունք 0.5 դոլարով, կամ ընդհանրապես չենք ստանա, ապա bid cap-ի դեպքում կա մի հատ մուլ տարբերություն։ Ինքը մեզ երաշխավորում է, որ աճուրդի ժամանակ 0.5 դոլարից ավել ոնց որ bid չի անի, այսինքն առաջարկ չի անի, բայց արդյոք մենք կստանանք 0.5 դոլարով մեր արդյունքը, թե ոչ, ինքը չի երաշխավորում։ Այսինքն հնարավոր է 0.5-ով առաջարկի, բայց մեր նամակը կա 0.7-ով, հա? Այսինքն այստեղ տարբերությունը այդ է, որ մոտավորապես մոտ է լինելու մեր նշած թվին, բայց կարող է մի քիչ բարձր լինի։ Ամեն դեպքում, եթե որոշել եք ընտրել այս երկուսից մեկը, այսինքն եթե որոշել եք ընտրել հստակ արժեքով ստացած արդյունք, ապա ավելի լավ կլինի ընտրեք CPR goal-ը, որտեղ այս դեպքում Facebook-ի երաշխավորում է, որ դուք այդ գնով ստանալու եք արդյունք կամ ընդհանրապես գումար չեք ծախսելու։ Սա էլ մեր bid strategy-ները։ Ամեն դեպքում ես միշտ ընտրում եմ highest volume-ը, շատ քիչ ա եղել, որ ընտրել եմ CPR-ը, դա էլ արդեն նշեցի, որ դեպքերում է պետք, եւ անցնենք առաջ։ A/B testing-ի հնարավորություն։ A/B test-ի մասին մենք արդեն խոսել ենք մեր business page-ի ուսումնասիրության ժամանակ, եւ այս manager A/B testing-ը գրեթե չի տարբերվում սովորական A/B testing-ից։ Ընդհանրենք մենք ունենք երկու հատ նկար, եւ երկու նկարները իրար շատ նման են, տարբերվում են ընդհանրենք ընդամենը մի հատ ինչ որ փոքր բանով։ Ասենք ինչ որ դիզայներական լուծումը մի փոքր տարբեր է, թեթև գույների տարբերություն կա։ Ու չենք կողմնորոշում, թե որի վրա գովազդ միացնենք, սա գալիս է մեզ օգնության A/B testing-ը։ Այսինքն մենք երկուսն էլ միացնում ենք, ինչ որ ժամանակ հետո Facebook-ը տեսնում է դրանից որն է լավ աշխատել, դա պահում է, վատ աշխատողը ավտոմատ անգլում։ Լրիվ նույն process-ն է, ոնց որ Facebook business page-ի դեպքում։ Ստեղ կա մի հատ շատ կարևոր հատված, որի վրա ուշադրություն եմ ուզում դարձնել։ Ամենակարևոր գործոնը այստեղ այն է, որ մեր երկու, այսինքն A տարբերակը եւ B տարբերակը պետք է ունենան ընդհանրապես մեկ տարբերություն։ Որովհետեւ եթե մենք ունենանք 2, 3, 4 տարբերություն, ասենք լրիվ տարբեր նկարներ լինենք կամ կարող խոսքը վերաբերի նաեւ թիրախային լսարանին, ու տեսնենք մեկը լավ աշխատում, մեկը չէ, մենք չենք կարողանալու հասկանալ, թե դա որ տարբերություններ, որ եղանակ փոխել։ Իսկ մեկ տարբերությունների դեպքում միանգամից կհասկանանք, այս տարբերությունները օքեյ, ուրեմն սրա պատճառով A տարբերակը լավ աշխատեց, B տարբերակը չէ։
Ուրեմն սա մեր campaign level-ն էր։ Սա մեր հիմնական level-ն է, որտեղ մեր արշավի մասին հիմնական տվյալներն են։ Հիմա անցնենք next եւ անցնում ենք այստեղ արդեն մեր headset level-ին։ Ուրեմն եթե campaign level-ի դեպքում մենք ընդհանրապես գրում ենք անուն, եթե բյուջետավորումը այդտեղ ենք որոշում, ընտրում ենք բյուջետավորումը, bid strategy-ն ենք ընտրում, ապա այդ set-ը ունի մի հատ կարևոր ֆունկցիա։ Այդ set-ում մենք իրականացնում ենք մեր թիրախավորումը։ Այսինքն, եթե դուք տեսնեք ինչ-որ campaign, որը ունի 3 հատ այդ set, ապա դա նշանակում է, որ այդ campaign-ը միացած է 3 տարբեր լսարանների վրա։ Այդ set-ի ամենակարևոր ֆունկցիան դա է։ Հիմա սկսում ենք անունից։ Անունը, եթե լինելու է 1 այդ set, ապա ես միշտ ընտրում եմ նույն անունը, ինչ որ ունի campaign-ը։ Ինչի, որովհետև էլի կանոնակարգված եւ հեշտ աշխատելու պահն է մեզ մոտ գալիս։ Եթե լինեն մի քանի տարբեր էցետներ, այսինքն մի քանի տարբեր լսարաններ, ապա այս անունը նշում եմ լսարանի անունը։ Մաքսիմալ այնպես եմ նշում, որ միանգամից հասկանամ, թե որ լսարանի մասին է խոսքը։ Անցանք conversion-ին։ Այստեղ մենք ունենք conversion location, այսինքն որտեղ ենք ուզում, որ մեր conversion-ը իրականանա։ Քանի որ մենք որոշել ենք, որ մենք պետք է ստանանք նամակներ, մեզ համար նպատակը դա է, ընտրում ենք messaging apps-ը։ Այնտեղ մենք հիշում ենք, որ կար եւս 4 տարբերակ, այսինքն post-ի վրա զանգեր, դեպի website ուղարկել եւ հենց մեր page-ում։ Այսինքն սա հիմնականում ոչ թե հիմնականում, այլ վերաբերում է միայն page-ը like-ելով։ Ընտրում ենք messaging apps-ը։ Հետո ստեղ ընտրում ենք energy, որի վրա ուզում ենք, որ մեր գովազդը միանա։ Այսինքն մեր business page-ը։ Ստեղ Messenger, եթե Instagram ունենք, Instagram-ը նույնպես բերելու է, WhatsApp-ի դեպքում նույնն է, ու ստեղ մենք ունենք եւս մեկ կարևոր դաշտ, performance goal։ Այս ձև, այս երկուսից մեկը ընտրելուց կամ որոշ օբյեկտիվների դեպքում երկուսը մի քիչ ավելի շատ է, 3-4 տարբերակներ առաջարկում։ Մենք Facebook-ին ասում ենք, թե որն է մեր նպատակը։ Այսինքն, եթե ուշադրություն եք դարձնում, մենք նպատակ ասվածը կիրառում ենք մի քանի անգամ, սկսած օբյեկտիվից, ամենասկզբի этаպում, մինչև այստեղ։ Ունենք երկու տարբերակ այս պարագայում։ Առաջինը դա նամակագրություններ, այսինքն մեզ եկած նամակների քանակը շատացնելն է, այսինքն մաքսիմալ շատ նամակ ենք ուզում ստանալ, եւ երկրորդը քլիկների քանակը։ Ուրեմն սա ինչ է նշանակում, երբ որ այդ կոճակը մարդու մոտ բերվում է, հա, ինքը կարա քլիկ անի եւ փոքր պատուհան է բացվելու, որտեղ առաջարկվելու է տարբերակներ մարդ այդ բիզնեսերի նամակ գրելու։ Մարդը կարա քլիկ անի կոճակի վրա եւ երբ որ այդ փոքր պատուհանը բացվի, ինքը ոչ մի նամակ չի գրում, փակում է պատուհանը ու շարունակում է իր գործողությունները, չգիտեմ։ Այսինքն ստացվեց, որ մարդը քլիկ արեց, բայց մենք նամակ չստացանք։ Հիմնականաբար սա մեզ համար խոտան է, սա մեզ համար սպամ է եւ մեզ պետք չի ընդհանրապես անմեծ գումար վատնել քլիկների վրա։ Մեզ պետք է նամակագրություններ։ Դրա համար ընտրում ենք սա։ Cost per result goal-ը այստեղ մենք չունենք, որովհետեւ առաջին campaign level-ում մենք ընտրել ենք highest volume-ը։ Անցանք առաջ։ Այստեղ մենք ունենք ավել ֆունկցիաներ, որը կոնկրետ engagement-ի դեպքում այս պարագայում չկա։ Եկանք հասանք budgeting-ին։ Ուրեմն, քանի որ մեր բյուջեն ընտրել ենք այնտեղ, campaign level-ում, այստեղ արդեն դրա հնարավորություն չկա։ Եթե մենք այնտեղ փակենք campaign budget-ը, նույնը ընտրելու ենք այստեղ ամբողջությամբ նույն process-ն է։ Խոսեցինք արդեն daily եւ lifetime բյուջետներից, եթե մենք ամեն դեպքում, եթե որոշում եք ընտրել lifetime, ասենք, չգիտեմ ինչ սիտուացիա, բայց որոշում եք, որ 7 օր պետք է աշխատի գովազդը եւ ինքնին անջատվի, ապա այս end date-ի վրա ընդամենը տիչկա միացնում եք եւ ընտրում եք այն օրը, երբ որ ուզում եք ձեր գովազդը անջատվի ավտոմատ կերպով։ Հետո, ստեղ մենք ունենք spending limit-ներ, որի մասին խոսում ենք։ Ուրեմն, ենթադրենք այն նույն օրինակն է, մենք ունենք երկու հատ ad-set, ունենք $20 եւ ուզում ենք հասկանանք $20 օրական եւ ուզում ենք հասկանանք թե մեր ad-set-երից որն է ավելի լավ աշխատում։ Ոնց եմ վարվում ես։ Բնականաբար առաջին տարբերակը որ գալիս է, դա 10-10-ական բաշխելն է, բայց այդ բaragայում մենք ինչ որ քանակի գումար կորցնում ենք, որովհետեւ մի ad-set-ը կարա $10-ով մեզ բերի 10 հատ արդյունք, մյուս ad-set-ը կարա $10-ով մեզ բերի 3 հատ արդյունք։ Այսինքն ստացվում է, որ այն 3 հատ բերողի վրա մենք անիմաստ շատ գումար ենք ծախսել։ Ես վարվում եմ այս ձև։ Եթե $20 է, այսինքն ամեն ad-set-ին 4 հաշվարկով հասնում է $10, ես այս limit-ը, այսինքն տեսեք գրված է daily minimum։ Այսինքն ես այս ձևով Facebook-ին ասում եմ, թե օրական ինչքան պետք է առնվազն ինքը ծախսի իմ campaign-ի վրա, իմ տվյալ ad-set-ի վրա։ Ստեղ նշում եմ 7 կամ 8
ու անցնում եմ առաջ։ Հիմա ի՞նչ է սա անելու։ Ես այս $7 այս spending limit-ը ավելացնելու եմ նաև երկրորդ headset-ի դեպքում եւ ստացվում է, որ երկու headset-երը միասին ծախսում են $14 առնվազն, բայց մեր daily budget-ն $20 է։ Այսինքն տակը մնաց $6։ Ուրեմն այդ $6 Facebook-ը ավտոմատ կերպով տրամադրելու է լավ աշխատող headset-ին։ Այսինքն շատ կարճ ժամանակ թեստ անելուց հետո ինքը հասկանալու է որն է մեզ համար ավելի լավ արդյունք ապահովում եւ այն հավելյալ $6 ինքը տալու է այդ headset-ին։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ասենք 3-4 օր թեստ անելուց հետո, $7 ծախսելուց հետո մենք եւ հասկանում ենք, թե որ headset-ն է ավելի լավ աշխատում եւ անիմաստ գումար չենք վատնում։ Այսինքն այն $6, որ կարող ասենք $3 գար վատ աշխատող headset-ի վրա ու մենք ամեն օր $3 անիմաստ ծախսեինք, այդ $3 գնում է լավ աշխատող headset-ի վրա ու մենք ընդհանրապես մեր գումարները համում չենք տալիս։ Դա համար սա շատ լավ տարբերակ է օպտիմալ աշխատելու։ Այստեղ մենք ունենք նաև budget scheduling։ Այս կոճակը ընդհանրապես մեզ հետաբերելու է այստեղ։ Ինչի, որովհետև մեր ամբողջ բաջեթինգը մենք իրականացրել ենք այստեղ։ Շարունակենք։ Եկենք հասանք մեր թիրախավորման։ Ուրեմն արդեն խոսեցինք, որ այդ սեթի ամենակարևոր ֆունկցիան դա թիրախավորումն է։ Ուրեմն ինչ գործիքներ ունենք մենք թիրախավորելու։ Առաջինը դա location-ն է։ Location մենք կարող ենք ընտրել եւ երկիր, եւ քաղաք, եւ մարզ, եւ հստակ ինչ-որ լոկացիա, ենթադրենք ինչ-որ փողոց ու իր շրջակայքը։ Հիմա տեսեք օրինակ ինձ մոտ դիֆոլտով նշված է Հայաստանը։ Եկեք օրինակ այսպեսի բան ունենք, եկեք ընտրենք Երևան։ Եվ հիմա մեզ բացվել է Երևանի քարտեզը։ Հիմա եկեք այսպեսի մի հատ բան անենք։ Այստեղ ունենք drop pin կոչվածը։ Հիմա ես որ սխմեմ այս drop pin-ի վրա, ինքը ինձ առաջարկելու է ինչ-որ միտեղ այս pin-ը թողնել։ Օրինակ ես ուզում եմ թողնել այստեղ։ Հիմա այստեղ ինքը բերեց կոորդինատներ։ Այսինքն սրանք այն կոորդինատներն են, որտեղ որ ես իմ այս բտիչկայով pin-ը թողել եմ։ Այստեղ տեսնում եք գրված է +10 մղոն։ Հիմա եթե ես փորձեմ քարտեզը զում անել, մոտիկացնել, ինքը ցույց է տալու այն լոկացիան, որը ես նշել եմ, իսկ այս բանավեում դա Մաշտոցի պողոտան է, եւ այդ կետից 10 կիլոմետր ռադիուսով, 10 կիլոմետր շարավով մղոն կներեք, ամբողջ տարածքը։ Հիմա ես կարող եմ այս 10 մղոնը դարձնեմ, ասենք 3 մղոն, եւ բնականաբար փոքրանալու է մեր շրջանը, եւ տեսեք, այդտեղ վերցել է Երևանի հիմնական հատվածներն, այսինքն ծայրամասերից որոշ մասերը հանած, վերցել է Երևանի։ Եթե այստեղ փոխեմ 1 մղոն, վերցնելու է կենտրոնը։ Տեսեք, վերցեց կենտրոնը։ Դες հիմնականում եւիթե պետք է գալու կոնկրետ քաղաք կամ երկիր թիրախավորելը, բայց ամեն դեպքում դրոփինը էլի որոշ դեպքերում կարող լինի արդյունավետ։ Սա լոկացիաներ։ Անցնենք առաջ։ Այստեղ մեզ մոտ գալիս է արդեն դեմոգրաֆիական տվյալները։ Դեմոգրաֆիական տվյալները իրենց մեջ ներառում են տարիքը, սեռը եւ իրենց ինչ որ տենց պատկանելիությունը, հա։ Տարիքի մասով բնականաբար 18-ից ցածր չի թողնելու եւ մինչեւ 65+։ Ընտրում ենք այն սեգմենտը, որը մեր թիրախային լսարանն է։ Հետո արդեն սեռն է, արական, իքական կամ երկուսը միասին։ Եվ ստեղ գալիս է արդեն ամենահետաքրքիրը մեր ինտերեսները, մեր ավելի նեղ եւ կոնկրետ թիրախավորումը։ Ուրեմն, եթե սեղմենք բրաուզի վրա, 3 հատ սեգմենտ է բերում. դեմոգրաֆիական, ինտերեսներ եւ վարքագծային։ Դեմոգրաֆիկի մեջ ստեղ բերում է, տեսեք, կրթություն, ֆինանսական ինչ-որ ստատուս, կյանքի ինչ-որ իվենտներ, ծնողների մասով, հարաբերությունների մասով եւ աշխատանքի։ Ենթադրենք, ստեղ մենք կարող ենք ընտրենք ինչ-որ ոլորտ, որտեղ մեր թիրախային լսարանը աշխատում է, ասենք թե բիզնես եւ ֆինանսներ։ Համենը սեղմենք բտիչկա եւ Facebook-ը այս թիրախավորումով մեր գովազդը ցույց է տալու այն մարդկանց, ում պրոֆիլում նշված է, որ իրանք աշխատում են բիզնեսի կամ ֆինանսական ոլորտում։ Այս բանը ֆիքսեք, սա շատ կարևոր է։ Նույնը վերաբերվում է ինտերեսներին, ընտրենք ֆիլմեր ու օրինակ Bollywood movies։
Երբ որ մենք սա ընտրենք, Facebook-ը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են հնդկական ֆիլմերով, հա։ Այսինքն օրինակ իրենք հետևում են նման էջերի, լայքում են նման էջեր, վիդեոներն են անդադ նայում, լայքում, կոմենտում, տարածում եւ այլն։ Այդ ամեն ինչը Facebook-ը համարում է հետաքրքրվածություն եւ ինքը այս ինտերեսները կազմում է հենց դրա վրա։ Այսինքն ինքը դրա վրա հիմնվելով է ցույց տալու մեր եւ ընտրելու մեր թիրախային լսարանը։ Եվ ստեղ ունենք նաև վարքագծային հատվածը, որը նույնպես շատ կարևոր է։ Օրինակ, եկեք ընտրենք travel-ը, հենց ամենահետաքրքիրներից մեկն է։ Տեսեք, ստեղ ունենք frequent travelers, այսինքն հաճախ ճանապարհորդողներ։ Ստեղ եկեք արդենք իր բացատրությունը, ինչ է ասում Facebook-ը։ Ասում է, այս կատեգորիայի մեջ մտնում են այն մարդիկ, ում Facebook-յան account-ը ցույց է տալիս, որ իրենք հաճախ ճանապարհորդում են։ Իսկ ո՞նց կարա account-ը ցույց տա։ Ենթադրենք, եթե մարդը 1 կամ 2 ամիսը մեկ ինչ-որ նկարներ է գցում տարբեր երկրներից, բնականաբար դա նշանակում է, որ այդ մարդը հաճախակի ճամփորդում է։ Հա? Հենց այսպես է աշխատում։ Ստեղ կա ուրիշ տարբերակ, ասենք, այն մարդիկ են, ովքեր ճանապարհորդությունից վերադարձել են 1 շաբաթ առաջ, 2 շաբաթ առաջ, ու այսպես շարունակ։ Ստեղ ունենք լիքը այլ տարբերակներ, որոնք շատ-շատ են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր են, եւ ամբողջը կարող եք ուսումնասիրել, որտեղ հաստատ օրից մի օր պետք են գալու։ Ունենք anniversary-ների հատվածը, օրինակ, տեսեք գրված է 61-ից 90 օրվա ընթացքում, այսինքն 2-ից 3 ամսվա ընթացքում իրանք ունեն ինչ-որ հոբելյան, եւ այլն։ Այստեղ մենք ընտրում ենք այն ինտերեսները, որոնք մեզ հարմար են, որոնք մեզ պատկերացում են տալիս մեր թիրախային լսարանի մասին եւ շարժվում ենք առաջ։ Այստեղ ունենք եւս մեկ շատ կարևոր կոճակ։ Նշված է define further, այսինքն հայերեն ասված, ինքը ավելի նեղացնելու է մեր լսարանը։ Ոնց է դա աշխատում։ Եկեք ուրեմն ստեղ էս թողնենք միայն ինդուստրիան, այսինքն որտեղ են մարդիկ աշխատում, եւ եկեք ընտրենք եւս մեկ ինչ որ interest, օրինակ relationship-ի մասով, ստատուսի մասով կընտրենք այն մարդիկ, ովքեր ամուսնացած են։ Այսինքն իրենց Facebook-ում նշված է, որ իրենք ամուսնացած են։ Հիմա ինչ ստացվեց ստեղ, ինչ արեցինք այստեղ։ Facebook-ը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր նախ գտնվում են այս լոկացիայում, այս շրջանի մեջ։ Այս տարիքն ունեն, տարիքը նույնպես կարող ենք մի քիչ փոխել, ենթադրենք սարքենք մինչև 45 տարեկան, 27 տարեկանից։ Ուրեմն, մեր թիրախային լսարանը ստացվեց այն մարդիկ, որոնք գտնվում են այս շրջանի մեջ, այս տարիքն ունեն, սերը երկուսն էլ թողել ենք, ստեղ օքեյ է, եւ առաջին հերթին աշխատում են բիզնեսի կամ ֆինանսական ոլորտում եւ պարտադիր ամուսնացած են։ Տեսեք գրված է and must also match։ Այսինքն մենք մեր լսարանը նեղացրեցինք։ Այս բիզնես եւ ֆինանսում աշխատող մարդկանց միայն այն հատվածին է Facebook-ը ցույց տալու, ովքեր ամուսնացած են։ Պատկերացրիք, սա նույնպես շատ կարևոր է, ստեղ կանենք մենք եւս մեկ անգամ նեղացնենք, ասենք ամուսնանալուց բացի ավելացնենք եւս մեկ բան, օրինակ education-ի մասով, ովքեր ենթադրենք բարձրագույն ավարտել են կամ ենթադրենք մաստերս են ավարտել, այսինքն մագիստրատուրա են ավարտել։ Հիմա ինքը ցույց տալու են մարդկանց, ովքեր առաջնային աշխատում են այս ոլորտներում։ Այդ մարդկանցից ֆիլտրելու է մենակ նրանց թողնելու, ովքեր ամուսնացած են, այդ ամուսնացածներից էլ ֆիլտրելու է թողնելու միայն նրանց, ովքեր ունեն master's degree, այսինքն ավարտել են մագիստրատուրան եւ ունեն մագիստրոսական կոչում։ Պատկերացրեցիք, սա մեր թիրախավորումն է։ Անցանք առաջ, հասանք մեր placement-ներին։ Placement-ների մասը, ուրեմն, յենունք երկու տարբերակ, Advantage Plus եւ Manual։ Եկեք manual-ի վրա հասկանանք Advantage Plus-ը ինչ է հենց ներկայացնում։ Ուրեմն ունենք 4 պլատֆորմա. Facebook, Instagram, Messenger եւ Audience Network։ Այս երեքը բնականաբար բարձ է, եկեք Audience Network-ի մասին խոսենք։ Դες հետ հաստատ շատ եղել է, որ հեռախոսով ինչ որ խաղ խաղաք եւ բարբերաբար ձեզ ինչ որ վիդեոներ կան։ Հիմնականում դրանք լինում են ինչ որ application-ի վիդեոներ։ Այն մարդիկ, ովքեր Facebook-ով լոգին են եղած, այսինքն իրենց account-ը բաց է հեռախոսով, եւ իրենք ինչ որ ծրագիր են օգտագործում, դա կարող լինի ֆիլմ դիտել, կարող լինի խաղ խաղալ եւ այլն, եւ իրենք մտնում են տվյալ գովազդի թիրախի մեջ, իրենք մտնում են այս audience network-ի մեջ։ Այսինքն, եթե ես օրինակ ստեղ այս ճիշտան թողնեմ եւ դուք մտնում եք իմ այս թիրախային լսարանի մեջ, ապա իմ այս գովազդը ձեր խաղերի ժամանակ ձեզ երևա։
Պատկերացրեք, սա մեր audience network-ն է։ Ուրեմն, manual placement-ը թույլ է տալիս մեզ ընտրել, որտեղ ենք ուզում մեր գովազդը երևա եւ որտեղ ենք ուզում չերևա։ Ասենք կարող է Instagram-յան Reel-ը, մենք չենք ուզում, որ երևա Facebook-ում, audience network-ում եւ Messenger-ում, ուզում ենք միայն Instagram-ը երևա։ Սրանք вообще հանում ենք ամենասկզբում։ Ստեղ մնում է մեզ մոտ Instagram feed, Instagram profile feed, Instagram Explore եւ Home, story-ներ, Reel եւ profile Reels։ Եվ plus search results-ը։ Ենթադրենք մենք որոշում ենք S-ը մի քիչ նեղացնենք, որ Reel-ը երևա ասենք կոնկրետ 3 կամ 4 ասենք ինչ որ հատվածում։ Search results-ը հանում ենք նաև profile reels-ը, հանում ենք explore home-ը եւ explore-ը։ Ինչ մնաց մեզ մոտ։ Մեզ մոտ մնաց Instagram feed, Instagram profile feed-ը նույնպես կարելի է հանել։ Մեզ մոտ մնաց Instagram feed, մնաց Instagram story եւ Instagram reels։ Այսինքն մեր գովազդը երևալու է այս 3 հարթակներում։ Այդտեղ մեզ բերեց միանգամից recommendation, մեզ բերեց խորհուրդ, առհասարակ ես նույնպես ես խորհուրդ կտամ միշտ օգտագործել Advantage Plus։ Ինչի համար, ոնց է սա աշխատում, այս Advantage Plus placements-ը ընտրելուց մենք թույլ ենք տալիս Facebook-ին, որ ինքը որոշի, որտեղ ցույց տա մեր գովազդը։ Իսկ ինքը բնականաբար սկզբի 3-4 օրվանից հետո մեր գովազդը ցույց է տալու միայն այն placement-ներում, որտեղ որ մենք ունենք մաքսիմալ լավ արդյունք։ Այսինքն եթե ինքը սկզբում տեսավ, որ audience network-ից օգուտ չկա, մենք արդյունք չենք ստանում, ինքը շատ արագ այդ հասկանալու եւ այլ audience network-ում ցույց չի տալու։ Եթե տեսավ, որ profile feed-ում Instagram-ի լավ արդյունք կա, ինքը վիդեոյի մեծ մասը կենտրոնացնելու է այդտեղ եւ այդպես շարունակ, հա։ Բայց ամեն դեպքում նորից եմ ասում, կարող լինեն տարբերակներ, որ մենք ցանկանանք կամ ստիպված լինենք ընտրել կոնկրետ manual-ը, որովհետև կոնկրետ Facebook-ներ ենք ուզում, որ մեր գովազդը երևի։ Սա է մեր advantage placement-ը, մեր placement-ները ընդհանուր։ Ուրեմն այս placement-ի հատվածով մենք headset level-ը նույնպես ավարտում ենք։ Այսինքն լսարանի հատվածը նույնպես ավարտում ենք եւ մեզ մնում է վերջին add level-ը, որտեղ արդեն լինելու է boom կրեատիվ։ Եկեք մի հատ նորից վրայով անցնենք։ Campaign level-ը դա մեր հիմնական ինֆորմացիան է, այսինքն մեր ստրուկտուրայի մասին է, մեր campaign-ի կառուցվածքի, մեր հիմնական տվյալների մասին է։ Ad set level-ը դա մեր թիրախային լսարանն է։ Պլյուս այնտեղ տեսանք արդեն կա placement, կա ասենք budget, spending limit-ներ եւ այլն, բայց հիմնական ֆունկցիան դա մեր թիրախային լսարանն է։ Եվ ad level-ը արդեն մեր կրեատիվն է, ֆոտոն, վիդեոն, post-ը եւ այլն, հա, կոճակները, տեքստը եւ այլն։ Ուրեմն եկեք անը էլի նույնը դնենք, որպեսզի չխառնվենք։ Անցանք առաջ։ Հարցնում եմ, որ Facebook page-ն է, բնականաբար հենց այն page-ն է, որը ընտրել ենք այդ headset level-ը։ Եթե այստեղ լիներ Instagram կցված, միանգամից մեզ բերելու էր recommended, այսինքն ավտոմատ կերպով ինքը Instagram-ը ավելացնել։ Այդ setup ունենք երկու տարբերակ, ստեղծել նոր ad, ընտրել արդեն գոյություն ունեցող post-երից որևէ մեկը եւ creative mock-up-ը, որը թույլ է տալիս Facebook-ի object-ներից մեկի միջոցով ստեղծել գովազդ ու դիզայնի կարգի ինչ որ գործիք է, բայց ինքը այդքան էլ արդյունավետ չի։ Ենթադրենք մենք ընտրում ենք նոր գովազդ, այսինքն չենք ընտրում ինչ որ հրապարակման վրա գովազդ միացնել, այլ առանձին ինչ որ վիզուալ, առանձին ինչ որ ֆոտո եւ մեր գովազդը լինելու է հենց այդ ֆոտոյի վրա։ Այստեղ ընտրում ենք create ad, ընտրում ենք ֆորմատը, արդյունք ինքը մի հատ մեդիա լինելու է, այսինքն մեկ ֆոտո կամ մեկ վիդեո լինելու է կարուսել։ Կարուսելը արդեն գիտենք, որ Instagram-յան մի քանի ֆոտո պարունակող կամ վիդեո պարունակող հրապարակումն է։ Անցնում ենք առաջ, կրեատիվը։ Սեղմելով image ad-ի վրա կամ video ad-ի վրա, մենք կարողանում ենք ավելացնել մեր ֆոտոն, հա, կամ եթե իհարկե ֆոտո ենք գտել, ֆոտոն, վիդեոյի դեպքում վիդեոն։ Այստեղ մենք ունենք primary text, այսինքն սա այն տեքստն է, որը երևալու է նկարի կամ վիդեոյի վերևում։ Գրենք օրինակ hello։ Մենք այստեղ ունենք 5 տարբերակ մինչև ավելացնելու։ Facebook-ը խառը 5-ը ցույց է տալու, տեսնելու է կոնկրետ որ լսանի դեպքում որն է լավ աշխատում եւ այդպես ինքը օպտիմիզացվելու է։ Եթե իհարկե կարող եք ձեզ թույլ տալ մի քանի տարբերակ գրել, դա միայն օգուտ է լինելու ձեզ։
Headline-ը։ Headline-ը երևալու է կրեատիվի ներքևի հատվածում մուգ տառերով։ Գրենք օրինակ աննախադեպ առաջարկ։ Headline-ը պետք է լինի այնպիսի տեքստ, որ մարդու մոտ միանգամից ցանկություն առաջացնի ավելի մանրամասն իմանալու։ Էլի ստեղ կարող ենք տարբերակ ավելացնենք, ստեղ description-ն է, որը էլի կարող ենք գրենք, ասենք hello, նորից տարբերակ, եւ ամենակարևորներից մեկը դա մեր call to action, այսինքն այն կոճակն է, որը երևալու է գովազդի ներքևում, որի վրա մարդիկ կլիկ անելով հայտնվելու են մեր այս պարագայում մեր Messenger-ում, կամ մեր Instagram-ում։ Կոնկրետ նամակների դեպքում բնականաբար ամենալավը աշխատել է send message-ը, ստեղ մենք ունենք նաև learn more, shop now, sign up, get quote եւ այլն, բայց կոնկրետ նամակի դեպքում ես ինքս միշտ ընտրում եմ send message տարբերակը։ Եվ սեղմում ենք next։ Եվ մեր տեքստը արդեն այստեղ պատրաստ է։ Ուրեմն, քանի որ մենք դեռ այստեղ չունենք նկար ավելացված, այստեղ մեր preview-ն չի երևալու, բայց ինչ որ ցանկացած ֆոտո, վիդեո կարող եք փորձել ավելացնել եւ preview-ն այստեղ երևալու, այսինքն Facebook-ը ցույց է տալիս, թե ինչ տեսք է ունենալու մեր գովազդը։ Շարժվենք առաջ։ Այստեղ մենք ունենք մեր ավտոմատացված պատասխանների հատվածը։ Քանի որ մենք դեռ ենք նամակներ ստանալու նամակներ գրելու objective-ը, այսինքն մեզ մարդիկ նամակ են գրելու, մենք պետք է բնականաբար դրան պատրաստված լինենք եւ ոնց ենք դրան պատրաստվում։ Նոր էջերի, նոր page-երի դեպքում ոչ մի տարբերակ դեռևս չենք ունենալու եւ պետք է նորը ստեղծենք։ Ստեղծում ենք edit եւ առաջին հերթին գրում ենք մեր այսպես ասած greeting text-ը, այսինքն ողջունող տեքստ է սա, եկեք գրենք այսպես օրինակ ողջույն, անուն, անունի մասով այստեղ Facebook-ում ունի շատ լավ գործիք, ծխում ենք այս փոքր իկոնկայի վրա եւ ընտրում ենք first name, last name կամ full name-ը, որ անուն ազգանունը ցույց տալու կամ Facebook page name-ը, օրինակ first name-ը ավելի անմիջական է, օրինակ ողջույն Դավիթ, հիմա մեր մասնագետները ձեզ կպատասխանեն։ Սա մեր առաջին, տեսեք, ստեղ ցույց է տալիս preview-ն։ Առաջին ողջունող նամակն է։ Հետո, ստեղ կա frequently asked questions-ի հատված, այսինքն հաճախ տրվող հարցեր։ Ինքը մեզ տալիս է 3 տարբերակի հնարավորություն, եկեք կարող ենք ավելացնենք, բայց 3-ից ավել դժվար թե կարիք ունենք։ Առաջին, ենթադրենք նույն սև վերարկուն ենք վաճառում, եկեք գրենք արդյոք կամ եկեք sense գրենք։ Այս վերարկուն արկա է։ Ու պատասխանը։ Ստեղ, եթե մենք ունենք այնպիսի հարց, որի պատասխանը հստակ է, այսինքն իր պատասխանը միշտ նույնն է, միանշանակ պետք է գրել։ Բայց, օրինակ, վերարկուն առկա է հարցը, ինքը կարող մի օր ունենա այո պատասխան, մի օր ոչ, որովհետև կարող է տեսականին սպառնում։ Դրա համար այստեղ ավելի ճիշտ կլինի պատասխան չգրել, այլ երբ որ ինքը կլիկ անի այս հարցի վրա, հարցը մեզ գա, մենք արդեն սկսենք պատասխանել, այդ պայի իրավիճակից կախված տեսնենք, եթե արկա է կգրենք այո արկա է, եթե արկա չի կգրենք ոչ։ Հետո երկրորդ հարցը առաքում ունեք, եթե օրինակ ստեղ տեսեք, արդեն ինքը հստակ է, այո Երևանում ունենք անվճար առաքում, Երևանում առաքումն անվճար է։ Եվ երրորդ հարցը նույնիսկ որը կարող չլինի, այնպես չի, որ երեքն էլ պարտադիր է, ուստեղ ունենք follow-up message, երբ որ մարդուն գրում ենք չի պատասխանում, տեսեք նշված է 1 օր, գնա ինչ որ նամակ։ Այս բարակի մի մասը կհանենք, բայց էլի կախված ձեր բրենդից, ձեր բիզնեսից կարող եք սա նույնպես լրացնել։ Այստեղ ընդունում ենք նաև template-ի անունը, կարող ենք էլի գրենք save վերարկու, որ եթե էլի ունենանք գովազդ save վերարկուի համար, միանգամից այս template-ը, այս շաբլոնը նամակագրության մենք ընդունում։ Սեղմում ենք save եւ միանգամից մեզ մոտ փոխվեց պատկերը։ Իջնում ենք ներքև, այդտեղ tracking-ի մասով է, պետք է գալու, երբ որ մենք ունենք կամ app event-ներ, կամ երբ որ մարդկանց ուղարկում ենք website, այս բaragայում մեզ պետք չի, եւ ամենավերջում արդեն սեղմելու ենք publish։ Publish սեղմելուց հետո մեր գովազդը գնում է review։ Review-ն տևում է մինչև 24 ժամ, հիմնականում ինքը տևում է մի քանի ժամ, ասենք 1-ից 2-3 ժամ մաքսիմում, մինչև Facebook-ը ստուգում է մեր գովազդը, եւ երբ որ ամեն ինչ նորմալ է լինում, արդեն մենք տեսնում ենք, որ մեր գովազդը աշխատում է։